Շարունակաբար այն իրավիճակը, որը որ ամեն տարի տարի մենք տեսել ենք, հեռու է եղել այն իդեալներից, որը մենք փափագել ենք, կոնկրետ ես երազել եմ տեսնել իմ շրջապատում, իմ հայրենիքում, պետական կառավարման համակարգում, քաղաքականության առումով, արտաքին քաղաքականության եւ առհասարակ պաշտոնյաների ընդհանուր կերպարների եւ վարքագծի առումով։ 2022 թվականից հանրային գործունեություն ծավալեցի եւ որպես վերլուծաբան, գիտության մարդ փորձեցի վերլուծել եւ նաեւ այդ կերպ օժանդակություն մատուցել, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կոմպետենտ վերլուծություններ ներկայացնելու ճանապարհով, թե նաեւ որպես կարելի է այսպես ասել օրվա իշխանությունների խորհրդատվական, որպես արտահասթիկային, ճակերտավոր ասած, շարժառիթ ունենալով, բայց ցավոք սրտի տեսնում ենք, որ ամեն ինչ պատտվում է մի շրջափուլով, որը երբևիցե պրոգրես չի տանում, առաջընթացի չի տանում, այլ ընդհակառակը կյանքը անընդհատ շարունակաբար վատթարանում է, եւ այն իղձերն ու ակնկալիքները, որը որ դու փափագում էիր եւ ունեիր, կյանքի չեն կոչվում։ Եկավ մի պահ, երբ որ ես կոչ արեցի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հանրությանը, որ եթե ուզում եք իրական փոփոխություններ, դուք ձեր ծոցից պետք է ծնեք ալտերնատիվաներ, այլընտրանքներ։ Հազարավոր նամակներ ստացա, որ դե դուք մեր ծոցից ծնված եք, դե դուք էլ արեք։ Մի քանի ամիս հետո 2024 թվականի մայիսի 28-ին ես հայտարարեցի, որ մուտք եմ գործում քաղաքականություն եւ նախաձեռնում եմ ալտերնատիվային, այլընտրանքային քաղաքական ուժի կայացումը։ Մենք անվանումը դրեցինք շնորհապետական կուսակցություն։ Շնորհապետությունը դա մերիտոկրատիա բառի հայերեն համարժեքն է, որը դասական քաղաքագիտության մեջ ընկալվում է որպես արժանիների իշխանություն։ Այսինքն ոչ հանրահաճո պոպուլիստական հայացքներով հանդես եկողների, ոչ օլիգարխիայի, որոնք որ պետական կառավարման բարձր լծակները օգտագործում են իրենց անձնական շահերը առաջ տանելու համար, ոչ էլ կոլաբորացիոնիստների, արտաքին ուժերի կողմից նշանակված անձանց իշխանությունը չի կարող հանգեցնել ի վերջո արժանիների իշխանության։ Մենք հանդես ենք գալիս որպես դրա կարևորությունը գիտակցող հանրույթ, մարդիկ, որոնք դուռ են բացելու այդ արժանիների համար, որ զբաղեցնեն երկրի կարևորագույն առանցքային պաշտոնները, կարողանան դժվարին իրավիճակներում սթափ որոշումներ կայացնելով երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից։ Ինձ համար դա բավարար չէր լինի, եթե ես չշոշափեի հանրությունից եկող այդ իմպուլսները, որ մենք փակում ենք այդ խորշը, որի կարիքը զգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ շրջելով մարզերում, քաղաքում, հանդիպելով մարդկանց, հաղորդակցվելով պետական կառավարման համակարգի հետ, իրավապահ համակարգի հետ, մարդկանց հետ առհասարակ։ Ես այդ դիմադրողականությունը տեսնում եմ ամենօրյա ռեժիմով, երբ նկատում եմ, թե ինչքան փայլուն գաղափարներով պրոֆեսիոնալներ կան, որ գալիս համախմբվում են այս գաղափարի շուրջ, մարդիկ, որոնք փոփոխություններն են իրանց համար առանցքային համարում, դրոշ են սարքել Հայաստանի Հանրապետության բարեկեցությունը եւ արևմտյան եվրոպական ապագան, ինչու հենց եվրոպական, որովհետեւ մենք գիտենք, որ դա մի նշաձող է, որի համար ահռելի քանակությամբ աշխատանք պետք է կատարվի երկրի ներսում։ Բարեփոխել թե դատական համակարգը, թե երկրի տնտեսական համակարգը, թե պետական կառավարման համակարգը, վերականգնել հանրային արդարությունը, որը ոտնահարվել է վերջին 4 տասնամյակի ընթացքում, փորձել պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները, միջազգային իրավունքի եւ ստանդարտներին համահունչ, կարողանալ մրցունակ կրթություն տրամադրել, կարողանալ ձևավորել մի օջախ երկիր մոլորակի վրա, որին կձգտեն աշխարհի բոլոր հայերը, եւ այս դժվարին իրողություններում, տարբեր երկրներում տարբեր պրոբլեմների տակ կքած մեր մարդիկ, հայությունը կհասկանա, որ երկնքի տակ ունի մի տուն, որտեղ կարող է պատասպարվել, որտեղ իրեն կարող են պաշտպանել, որտեղ ինքը կլինի հավասարը հավասարների մեջ։ Անկամ ինքնաթիռը թռչելիս օդի հակազդեցությանն է հանդիպում եւ դա բնականon է եւ այդ հակազդեցությունը աերոդինամիկայի կանոններին համահունչ ստեղծում է մի իրավիճակ, որ հենց հակազդեցությունն է բարձրացնում ինքնաթիռին օդ։ Եվ ես երկար եմ մտածել, ինչի ձևավորվեց մի մթնոլորտ, որ քաղաքական կուսակցությունների նկատմամբ այսքան արգահատելի եւ այսքան տհաճ ընկալումներ ձևավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ ասես բացատրությունը գտել եմ։ Մեր սիրելի քաղաքացիներին անդադ օրինակներով են բացատրում եւ ասում են պատկերացրեք, մենք ամբողջ ազգով բանտարկված ենք մի բանտախցում, որտեղ անգամ պատերն ու հատակը ապանկանված են այն աստիճանի,
որ մենք չենք կարողանում նստել կամ պարկել, ստիպված մի ոտատեղ տեղ ենք գտել եւ կանգնել ենք, եւ մեր առջևում խոնավությունից եւ այդ մռայլ իրականությունից կոռոզիայի ենթարկված երկաթե դուրն է, որի բանալու խորշից մենք տեսնում ենք դրսի արևոտ եւ պայծառ եղանակը եւ այն հրաշք կյանքը, որը դրսում է։ Եվ արի ու տես, որ այդ զնդանում, այդ բանտում բոլոր առարկաներից էլ ավելի շատ ապականված մի առարկա կա, որը ձեր առջևում դրված է, դա բանալին է։ Ուղղակի այնքան կեղտոտ է, այնքան տհաճ, որ դու չես ուզում անգամ մատով դիպչել դրան։ Բայց հերիք է քեզ մեջ հաղթահարես այդ ֆոբիաները, վախերը, դու բանալին կվերցնես, դուռը կբացես եւ այդ զնդանից դուրս կգաս։ Այդ բանալին կուսակցությունն է։ Կուսակցությունները հանդես են գալիս բանալի ժողովուրդների համար, քաղաքական իրավիճակներում, փակուղային իրավիճակներից դուրս պրծնելու համար։ Հենց այդ իսկ պատճառով 30 տարուց ավել ջանք ու եռանդ չեն խնայել, սիրելի քաղաքացիներ, որ կուսակցությունը որպես քաղաքական ինստիտուտ արժեզրկեն եւ ապականեն հայ ժողովրդի աչքին, որ հայ ժողովուրդը զզվի անգամ դիպչելու այդ բանալուն, դուրս պրծնելու համար այդ իրավիճակից։ Հետևաբար Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը ընդունեց գործընթացների հարացույց, պարադիգմա, որը մեզ կոշտի իրավունքով, իրավիճակներով պայմանավորվեց քաղաքականությունը փոխելու։ Շնորհապետական առաջնորդը դառնալով Հայաստանի Հանրապետության առաջնորդ, պետք է դադարի առաջին հերթին կուսակցության առաջնորդ լինելուց, պետք է ստանձնի հանրապետության առաջնորդ լինելու կարգավիճակը եւ օգտվի ամբողջ Հայաստանի Հանրապետության քաղաքական կադրային կապիտալից, որտեղ արժանիների իշխանությունն է։ Եթե Հայաստանի Հանրապետության կադրային կապիտալը չի բավարարում, կա սփյուռք։ Մենք պետք է չանտեսենք աշխարհասփյուռ հայությանը, որը եկեք արդարացի գտնվենք եւ նշենք, որ նրանք կարողանում են ավարտել ժամանակի լավագույն բուհերը, կարողանում են մասնագիտական հմտություններ ստանալ աշխարհի լավագույն կորպորացիաներում եւ կազմակերպություններում, անբարել փորձ, համաշխարհային լավագույն փորձ։ Եվ այդ մարդկանց չօգտագործել, չհրավիրել, չներգրավել պետականաշինության գործընթացում նշանակում է ուղղակի վտանգի ենթարկել Հայաստանի Հանրապետության գոյությունը մերձավոր արևելյան այն տարածաշրջանում, որտեղ 3 կայսերությունների կիզակետ է։ Որպեսզի 3 կայսերությունների կիզակետում մենք կարողանանք պաշտպանել մեր ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետությունը պետք է դադարի միայն իր շրջանակում կադրային կապիտալ որոնելուց։ Մենք պետք է դուրս գանք աշխարհ։ Իսկ աշխարհում ով կա։ Մեր քույրերը եւ եղբայրները առաջին հերթին։ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ կենտրոնացված է Երևան քաղաքում։ Ասես Հայաստանի Հանրապետությունը դարձել է քաղաք-պետություն։ Մենք գիտենք, որ ժամանակակից աշխարհում եւ անվտանգությամբ պայմանավորված այն պետությունները, որոնք ունեն ռազմավարական խորություն, պետք է իրականացնեն ապակենտրոնացման քաղաքականություն։ Այսինքն չտանեն կուտակեն ամեն ինչ մի վայրում, որտեղ թշնամին կկարողանա հարցը գորգային հրթիռակոծությունների մեթոդով փակեն եւ ավարտեն մեկընդմիշտ։ Երևանում բազմաթիվ խնդիրներ կան։ Առաջին հերթին Երևանի անտրամաբանական խոշորացումը։ Հայաստանի Հանրապետության ազգաբնակության գրեթե կեսը բնակվում է Երևանում։ Նախ առաջին հերթին ենթակառուցվածքների առումով պետք է հնարավորություն տանք, որ մարզերը զարգանան հավասարաչափ։ Այսինքն մենք ունենք մոտ 48 քաղաք, որոնք իրենց որակական հատկանիշներով մայրաքաղաքին պետք է չզիջեն։ Տեխնոլոգիաների արտադրման, IT ոլորտի զարգացման, գյուղատնտեսության, խելացի գյուղատնտեսության զարգացման մեթոդով կարող ենք ուղղակի մարդկանց հոսքը դեպի մարզեր ապահովել։ Հաջորդ քայլը, բացի ապակենտրոնացումը, բնակչության ներգրավման առումով, ծառերի եւ այգիների սակավության խնդիրն է, որ մենք տեսնում ենք դա միկրոֆլորայի առումով, միկրոմիջավայրի առումով ստեղծում է մի իրավիճակ, որ էկոլոգիան եւ թթվածնի արկայությունը բավարար չի լինում։ Այսինքն մարդիկ այդ պուրակների, անտառների բացակայությունից տեսնում են, թե ինչքան է փոխվում վատթարանում էկոլոգիական իրավիճակը։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված 1 միլիոնից ավել մեքենաներ կան։ Դուք պատկերացնում եք դա ինչ թիվ է։ Ընտանիք կա, մի քանի մեքենա ունի եւ մեր ավտոպարկը, եթե ուսումնասիրության ենթարկենք, միջազգային ստանդարտներով դրանք արդեն մեքենաների գերեզմանոց տեղափոխվելու շեմին գտնվող մեքենաներ են։ Նրանց ֆիզիկական մաշվածությունը էլ ավելի է մեծացնում նրանց էկոլոգիական խնդիրները։ Բացի այդ, մեքենաների հոսքը կենտրոնական հատվածներ Երևան եւ մայթեզրերում կանգնելու հանգամանքը։
Աշխարհով մեկ կա այսպիսի մի հետաքրքիր փորձ, բոլոր կարևորագույն հանգույցներում, մերձակա հատվածներում կառուցվում են մի քանի հարկանի ավտոկայանատեղիներ։ Եվ այդ մի քանի հարկանի ավտոկայանատեղիները հնարավորություն են տալիս բեռնաթափելու Երևանի կենտրոնական շրջանները։ Բացի այդ, հանրային տրանսպորտի զարգացումը, մետրոպոլիտենի զարգացումը, հաջորդը շատ են ասում թափառող կենդանիների հարցը։ Դա մի սարսափելի է։ Ամբողջ աշխարհում բնապահպանները եւ կենդանասերները գիտեն, որ դա ոչ մարդկային է թափառող շների հանգամանքը։ Մենք գիտենք, որ կենդանիների տեսակներ կան, որոնց թափառող լինելը նորմալ է։ Օրինակ կատուները։ Եվ այդպիսի փորձ էլ կա։ Վիեննայում փորձեցին թափառող կատուների հարցը մեկընդմիշտ լուծել, առնետները շատացան։ Ստիպված եղան այլ երկրներից թափառող կատուներ ներմուծել, որպեսզի առնետների հարցը պոպուլյացիան նվազի։ Շների պարագայում դա անմարդկային է։ Դուք պատկերացրեք այդ ամբողջ շների հարցը, եթե լուծվում է հումանիստական մեթոդներով, նախ ստերջացվում եւ պահպանվում են այդ ավաններում վարժեցվում են, պիտանի շները կարող են նաեւ զինծառայության մեջ կիրառվել սահմանային հերթապահություններ իրականացնելու համար, անգամ որդեգրման ինստիտուտ կարելի է ձևավորել, որտեղ քաղաքացիները կարողանան այդ շունիկներին, շներին ուղղակի տանել պահել, մինչև նրանց կյանքի ավարտը, որտեղ նրանք ստերջացված կլինեն։ Ընտանի կենդանիներ պահելու ինստիտուտը բարեփոխել մեկընդմիշտ լիցենզիայի միջոցով, այսինքն այն ընտանիքները, որոնք ձեռք կբերեն շուն, նրանք լիցենզավորվելու են եւ պետական ռեեստրում գրանցվեն։ Հաջորդ հիմնախնդիրը դա մալուխների ենթակառուցվածքների եւ այլընտրանքային էներգետիկայի հարցն է, որ աղետալի է։ Մյուսը բնակֆոնդի հարցը։ Երևանի 80% բնակֆոնդը վթարային կարգավիճակ ունի։ Մենք ապրում ենք սեյսմիկ գոտում։ Աստված միացե, եթե մի լուրջ ինչ-որ սեյսմիկ ակտիվություն գրանցվի, այնպիսին, ինչպիսին որ 88-ի սպիտակի երկրաշարժներ։ Դուք պատկերացնում եք, մենք ինչ ազգային աղետի շեմին կկանգնենք, այսքան խիտ բնակեցված բակային տարածքներ չունեցող Երևանում, որի 80% բնակֆոնդը հին է, 60%-ից էլ ավելի։ Եվ չհաշված այդ բնակֆոնդին զուգահեռ անընդհատ աճող շինությունները, որոնք հավելյալ ծանրաբեռնվածություն են ապահովում ջրամատակարարման եւ ջրահեռացման իրավիճակներում։ Այս կոյուղիների հիմնախնդիրը, որ մենք տեսնում ենք, դա պատահական չի։ Եկեք չմոռանանք, որ Թամանյանական Երևանը 500,000 հայության համար նախագծված քաղաք էր իր ենթակառուցվածքներով հանդերձ։ Հաջորդ կարևորագույն հիմնախնդիրը դա մետրոպոլիտենի զարգացման հարցն է։ Բացի այդ, Երևանում խիտ կենտրոնացված է հյուրանոցային բիզնեսը եւ զբոսաշրջիկների ներգրավելու իրավիճակը։ Մենք առաջարկում ենք, որ Զվարթնոց օդանավակայանը երկաթուղային ցանցով, գուցե եւ մետրոպոլիտենով կապված լինի ոչ միայն Երևանի հետ, այլ Վաղարշապատ քաղաքի հետ նաեւ։ Եվ եթե մենք տրանզիտային օդափոխադրումների երկիր ենք դառնում տարածաշրջանը, մեծացնելով Զվարթնոց օդանավակայանի ենթակառուցվածքները, հաշվարկներ կան, որ ամեն տարի Հայաստանի Հանրապետության օդային դարպասներով կարող են անցնել մոտ 100 միլիոն մարդ։ Վաղարշապատի հարցը պետք է կարգվի, այնտեղ հյուրանոցային տնտեսություն պետք է զարգանա։ Սա մուլտիպլիկատիվ էֆեկտով ազդեցություն է ունենալու նաև գյուղ ոլորտի վրա, երբ որ դուք կարողանաք սննդամթերքով ապահովել, այդքան մարդու տրանզիտ իրավիճակ։ Այսինքն պետք է կարողանանք անել փոփոխվող աշխարհում այնպիսի օրենսդրություն, երբ որ մասնավոր օդային հնարավորությունները կառավարելի լինեն պետության կողմից։ Հաջորդ կարևոր հարցը, որ ուզում եմ բարձրացնել Երևանի հետ կապված, ամբողջ գիտական եւ բուհական համակարգը կենտրոնացված է Երևանում։ Հիմա էլ ավելի վատթար լուծում են փորձել տալ։ Հələ հերիք չի, որ բուհական համակարգը գիտական պոտենցիալը կենտրոնացված է մեկ քաղաքում, փորձում են այդ ամբողջ պոտենցիալը տանել կուտակել մեկ ավանում։ Դա բուհական ավանի գաղափարն է, որը անվտանգային մեծ ռիսկեր է պարունակում իր մեջ։ Ենթադրենք, պատկերացրեք, որ միջդիսցիպլինար բուհական համակարգը կենտրոնացրել են մեկ ավանում եւ այնտեղ կրթություն են տրամադրում մոտ 50-60 հազար ուսանողի եւ այնտեղ լաբորատորիաներ կան հիմնված, գիտական փորձեր են իրականացվում։ Ու Աստված միացե աշխարհաքաղաքական իրավիճակը նորից էլի աղետի առաջ է կանգնեցնում տարածաշրջանը։ Հետո էլի ամբողջ ազգով պետքա վայ տանք գլխներիս, որ էս ոնց պատահեց։
Մենք պետք է սթափվենք, հասկանանք, որ ժամանակն է, որ ճանապարհների անցուղիները պետք է լինեն ոչ թե վերգետնյա, այլ ստորգետնյա։ Դա ունի երկու տրամաբանություն, որտեղ վերգետնյա անցուղին առնվազն 5 մետր բարձրություն պետք է ապահովի, թոշակառուն, որը առևտուր է կատարել եւ ծանր տոպրակներով պետք է հատի ճանապարհը 30 աստիճան է բարձրանում, 30-ից ավել աստիճան էլ իջնում է։ Ստորգետնյա 2 մետր էլ ներքև լինի հերիք է, բայց հավանական ագրեսիայի պարագայում էլ թաքստոց է ծառայում իբրև։ Ամբողջ քաղաքաշինության մոտեցումը անվտանգային 21-րդ դարի անվտանգության կոմպոնենտներով պետք է օժտված լինի։ Զանգվածային ապաստարանների էջը փակված է։ Գեր ճշգրիտ եւ մահաբերության բարձր մակարդակ ունեցող սպառազինությունների դարաշրջանում աշխարհը գնում է ապակենտրոնացված ապաստարանների գաղափարին։ Յուրաքանչյուր շենք-շինություն իր ստորգետնյա քաղաքը պետք է ունենա։ Եվ այստեղ միայն հարցը Երևանինը չէ, նույն խնդրեմը կա Կապանում, նույն խնդրեմը կա Գյումրիում, նույն խնդրեմը Արմավիրում եւ Դիլիջանում։ Սա մեր խիստ կենտրոնացված լինելու արատավոր հանգամանքն է, եւ ես ցավով եմ ասում, որ մի բուր հայրենիք ունենք, բայց այդ մի բուր հայրենիքը չենք կարողացել խելամիտ ձևով համայնքները կապել մեկը մյուսի հետ, ստեղծել հնարավորություն, որ յուրահատկությունը հաշվի առնելով յուրաքանչյուր բնակավայր, յուրաքանչյուր ավան զարգանա այնպես, ինչպես որ ինքը կզարգանար։ Հայաստանի Հանրապետությունում կա 12 օդանավակայան, քանիսն է գործում։ Հայաստանի Հանրապետությունում կա երկաթուղային ցանց, այդ հարավկովկասյան երկաթուղիներ կոչեցյալը։ 18-րդ դարի մակարդակի վրա է։ Պատկերացնում եք, ինչ աղետալի իրավիճակի մեջ ենք ամբողջ ազգով։ Լինելով ինտելեկտուալ առումով բավարար հնարավորություններ ունեցող ազգ, պատճառը ո՞րն է, որ մենք մեր պետությունը չենք կարողանում զարգացնել։ Եվ ես պատճառը գտնում եմ, որ բացառապես Հայաստանի Հանրապետության իշխանությունները բոլոր ժամանակների եղել են գողապետության եւ տգետապետության ներկայացուցիչներ, կլեպտոկրատիայի եւ կակիստոկրատիայի ներկայացուցիչներ։ Ժամանակն է, որ հայ ժողովուրդը կողմնորոշվի։ Ժամանակն է, որ մենք մերժենք նախկին ներքաղաքական համակարգը, ձևավորենք նոր ներքաղաքական համակարգ, նոր դերակատարներով, նոր քաղաքական ինստիտուտներով, նոր պլաններով եւ երազանքներով։ Պետք է հասկանանք, որ առհասարակ միջին եւ ավագ սերնդի մեր հայրենակիցները մի շարք խնդիրների են բախվելու։ Առաջին հերթին նկատի ունենալով այն, որ մոտակա 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում փոխվելու է մասնագիտական շուկան։ Մասնագիտություններ կան, որ վերանալու են, մասնագիտություններ կան, որ առաջանալու են։ Դուք պատկերացնում եք, ինչ մեծ տեղեկատվական եւ նույնիսկ կարելի է ասել գոյութենական պրեսինգի տակ են հայտնվելու միջին եւ ավագ սերնդի մեր հայրենակիցները։ Պետք է ամբողջ հանրապետությունով մեկ հստակ հասկանանք, մոնիտորինգ անենք շահառուների քանակը։ Այդ շահառուների մեջ այն անձիկ, ովքեր կկարողանան վերապատրաստումների միջոցով կրկին սոցիալականացվել, գտնել աշխատանք, որը կկարողանա իր գոյությունը եւ ապրուստը ապահովել։ Պետությունը պետք է օժանդակի, որ այն ահռելի բեռ հանդիսացող սոցիալական ծրագրերում, որտեղ որ նրանք ներառված չեն, ներառվեն բնակ ֆոնդի թարմացման առումով, նրանց կենսապայմանների բարելավման առումով, գուցե նաև նպաստների եւ թոշակների առումով։ Այն քաղաքացիները, որոնք իզորու չեն լինելու արդիականանալ, իսկ դրանք որպես կանոն ավագ սերնդի ներկայացուցիչներ են, որոնք դժվարությամբ են նորագույն տեխնոլոգիաները յուրացնում։ Պետությունը պետք է հնարավորություն ունենա նվազագույն զամբյուղի մակարդակում մարդկանց ամենաառաջնային սպառողական կարիքները բավարարելու առումով մաքսիմալ օժանդակություն ցույց տա։ Այսինքն մեր ավագ սերնդի ներկայացուցիչները պետական օժանդակության եւ հոգացության հնարավորություն պետք է ունենան բավարար քանակությամբ, ոչ թե համեմատականով, թե նախկինում ինչ կար։ Դե եթե համեմատականով ես նայում, 1500 դրամ էլ բարձրացնես, արդեն լավ գործ ես արել։ Բայց արդյոք դա բավարար է։ Կարծում եմ, որ ոչ։ Սփյուռքում ամեն ինչ հարթ չի ընթանում։ Առավել եւս Սփյուռք հայրենիք կապը
խեղված մոտեցումներով է ստեղծվել, որտեղ հայրենիքը այստեղ որպես մուրացկանի կարգավիճակով է հանդես եկել, սփյուռքը որպես հնարավորությունների եւ գումարի միջոց։ Մենք պետք է փոխենք նոր մոտեցում դնենք։ Առաջին հերթին պետք է ձևավորվի մի իրավիճակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե մուրացիկ հերու բարեկամ է, այլ քո տունն է, քո մայրը, քո օջախը։ Սա նշանակում է երկուստեք մայրուղի, ոչ թե միակողմանի մայրուղի։ Այն հանգամանքում, երբ որ դրսի հայը պետք է հայրենիքին, հայրենիքն է պետք գա դրսի հային։ Այսինքն ցանկացած իրավիճակում մենք պետք է հնարավորություն ունենանք գնանք աշխարհի ցանկացած վայրում բնակվող հայի կողքը կանգնենք։ Իր սոցիալական կարգավիճակի ժամանակ իր ձեռքը մեկնենք։ Տեղի պետական կառույցների հետ խնդրեմ ունենալու պարագայում իր ձեռքը բռնենք։ Դժվարությունների պարագայում։ Գիտեք, շատ են ասում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը լքած քաղաքացիները կտրել են ամենավերջին կապը հայրենիքի հետ եւ հեռացել են։ Վաճառել են բնակավայր, բնակարամներ, գույք, առանց որևէ մի բան թողնելու, հետ վերադարձի հնարավորություն թողնելու, լքել են հայրենիքը եւ բախվել են տնտեսական եւ սոցիալական անջրպետների, չեն կարողացել հաղթահարել լեզուն, չեն կարողացել ինտեգրվել տվյալ հասարակություններում։ Հերվից ավելի քաղցր էր թվում կյանքը գնացել, բախվել են դառը իրականությանը եւ ինչ պայմաններից ելնելով հայտնվել են կալանքի տակ կամ բանտարկություններում։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ջանք ու եռանք չխնայի իր հայրենակիցներին վերադարձնելու լայնածավալ ծրագիր իրականացնի դեպի հայրենիք։ Բացի այդ, Սփյուռքում բնակվող եւ Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները ունենալով Հայաստանի Հանրապետության անձնագիր, զրկված են լինում պասիվ ընտրական իրավունքը իրացնելուց։ Չեն կարողանում ընտրություններին մասնակցել, եթե չեն վերադառնում Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն մենք դեսպանատներ եւ հյուպատոսարաններ ունենք ինչու։ Ինչ ֆունկցիա են կատարում։ Դեսպանատները եւ հյուպատոսարանները պետք է միայն չաշխատեն Հայաստանի Հանրապետության պետական հնարավորությունների եւ առհասարակ պետական մոտեցումների մերձեցումը արտերկրյա պետությունների հետ իրականացնելու, այլ նաեւ տեղում բնակվող գաղթօջախների հետ տարվող աշխատանք պետք է իրականացվի։ Մենք այս աշխատանքները ձախողել ենք տասնամյակներ շարունակ։ Սփյուռքին վանել, հեռացրել ենք հայրենիքից։ Հայաստանը դարձել է Սփյուռքի համար որպես պատից կախված Արարատի մեկ նկար, որովհետև խաբվել են, թալանվել են, անարգվել են։ Այս ճանապարհով հայրենիք չի զարգանալու։ Այս ճանապարհով հայ ժողովրդի բոլոր իրավունքները ոտնահարվելու են, թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս։ Պետք է ձևավորել համահայկական պետություն։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհի բոլոր հայերի համար։ Զինծառայության հարցը ունի երկու կարևորագույն կոմպոնենտ։ Առաջինը դա բարոյական կոմպոնենտն է։ Բարոյականը վերաբերում է նրան, որ մեր ժողովրդի մեջ շատ է նսեմացվել համազգեստ կրելու եւ զինվորական ծառայություն անցնելու հանգամանքը, մինչդեռ պետք է գիտակցենք, որ դա միայն ազնվականների եւ ինտելիգենտների գլխավոր իրավունքն է զենք կրելը եւ զենքին հաղորդակից ու զենք կիրառելու հմտություններ ուսումնասիրող դառնալը։ Դե անգամ Օսմանյան կայսրության ժամանակ քրիստոնյաներին հնարավորություն չեն տվել ձի հեծնելու։ Դե ձին հնարավորություն է զինակիր քաղաքացի դառնալու։ Զինակից քաղաքացի դառնալու հնարավորությունը սեփական իրավունքները առաջ տանելու եւ արժանապատվության համար մարդ մղելու հնարավորություն է տալու։ Անարժանապատվություն չի կարող լինել ինտելիգենտ եւ ազնվական ծագում ունեցող մարդու մոտ, եթե նա խորշում է զինվորական ծառայությունից։ Սա պետական քաղաքականություն է, որ պետությունը պետք է անդադ տանի։ Իսկ ոնց պետք է տանի պետությունը, երբ որ զինվորական դառնալու եւ սպա դառնալու հանգամանքը էլիտար է։ Սպա ամեն մեկը չի դառնում։ Սպա դառնում է լավագույններից լավագույնը եւ դարձածնել կարողանում է ապրել այնպես, ինչպես որ աշխարհի լավագույն պետությունների սպաներն են կարողանում ապրել։ Երկրորդ հանգամանքը կյանքի դժվարությունների բախվելու հանգամանքն է, երբ որ մենք պետք է կարողանանք հասկանալ, որ ժամանակակից աշխարհում ինչպես պաշտպանության կարիք ունի մայրությունը եւ մանկությունը, այնպես էլ պաշտպանության կարիք ունի տղամարդու կերպարը, տղամարդու ձիրքը,
որովհետև այդ երկու սեռերի փոխլրացնող իրավիճակներով է հնարավոր կենսունակ դարձնել պետությունը։ Մի երկրում, որտեղ տղամարդկային հատկանիշները, որոնք որ նաև դժվարությունները կրելու, դժվարությունները տանելու, քաջություն եւ սխրանքի ընդունակ լինելու հանգամանքը չի պաշտպանվում եւ չի դաստիարակվում, այդ պետությունները պարտությունների շարք են արձանագրում։ Եվ մենք պետք է գիտակցենք, որ բանակում ծառայելը ոչ միայն պատվաբեր է, այլ նաև շահեկան։ Բանակում պատվով ծառայածները պետք է ունենան պետական հնարավորություններ թե լավ աշխատանք ունենալու, թե բիզնես ունենալու, թե բարձրաստիճան պետական պաշտոնյա դառնալու, դա պետք է առանձնաշնորհյալ իրավիճակ լինի բանակում ծառայածների համար։ Այդ անհատները, որոնք որ բանակից խուսափելու պատճառով դուրս են եկել, կարելի է նրանց հետ կարճաժամկետ պայմանավորվածության գալ, նրանց ձերբազատել քրեական անհարկի հետապնդումներից, հնարավորություն տալ, որ այդ անհատները տարիքն առնելուն զուգահեռ այլընտրանքային ծառայության մեթոդներով փակեն իրենց քաղաքացիական պարտքը։ Եվ ստացվի այնպես, որ մարդիկ չկտրվեն իրենց հայրենիքից խուսափելով պատժից, այլ համարեն պատվաբեր բանակում ծառայելու հանգամանքը։ Սա կարևոր լայնածավալ փոփոխությունների հարց է բացում, թե արժե համակարգային մակարդակում, թե պետական քաղաքականության եւ առհասարակ քաղաքականության առումով։ Պաշտպանության նախարարությունը խորշում է վետերանի, այսինքն պատերազմի մասնակցի կարգավիճակ շնորհելու հանգամանքից, այդ իսկ պատճառով բազմաթիվ մարտիկներ կան, որոնց անձնական փաստաթղթերում գրված է մարտական գործողությունների մասնակից։ Որտեղ եթե դու համարում ես նրան պատերազմի վետերան, ապա պետական որոշակի արտոնություններից պետք է օգտվի։ Օրինակ, անվճար երթևեկել հանրային տրանսպորտով, օրինակ, արտահերթ բուժզննություն եւ բուժօգնություն անցնել, եւ այլ նմանատիպ հնարավորություններ բնակարան ձեռք բերելու առումով, կոմունալ վճարների իրականացման առումով եւ այլն եւ այլն։ Եթե մենք չենք կարողանում հարգել մեր հերոսներին, ապա մենք խոնարհվելու ենք օտարի հերոսների առաջ։ Սա աքսիոմա է, որ պետք է կարողանանք հասկանալ։ Ոչինչ, որ աշխատող մարդը հարկ է վճարում, որ իր հանրության լավագույնները դրանից օգտվեն, որովհետև այդ հանրության լավագույնների շնորհիվ է, որ նա գործ ունի, եկամուտ ունի եւ հարկ է վճարում։ Գիտեք, մենք անընդհատ որ ասում ենք լուստրացիան միայն քաղաքական դաշտին չի վերաբերվում, պետք է հասկանանք իրականում ով է կռվել, իսկ կռված մարդիկ իրար լավ գիտեն։ Ես անգամ որոշակի բամբասանքների մակարդակով ինֆորմացիաներ ունեմ, որ Եռաբլուր զինվորական պանթեոնում էլ գուցե եւ անհարկի հուղարկավորություններ կան, ով գիտի, պարզել է պետք։ Եվ շատ հերոսներ կան, որ չեն արժանացել Եռաբլուր զինվորական պանթեոնում հանգչելու պատվին, որոնք որ սխրանքներ են գործել։ Պետք է ուսումնասիրության ենթարկել։ Այ օրինակ տեսեք, ներկայիս ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը զեկույց էր նախապատրաստել 44 օրյա պատերազմի վերաբերյալ։ Ինչու է դա գաղտնի հիմա պահվում։ Ինչու։ Մենք իբրև հանրություն իրավունք ունենք դրա մասին իմանալու։ Ես երազում եմ մի իրավիճակ, երբ որ առնվազն 6 ամսվա կտրվածքում երեկոյան ժամը 8-ին մարդիկ հավաքվեն իրենց օջախներում հեռուստացույցների առաջ, հասկանալու համար, թե այս անգամ ինչ ենք իմանալու վերջին 30 տարիների ընթացքում ով ինչ է արել։ Իմ կարծիքով դա ամենաուշագրավ բազմասերիանոց հաղորդումը կլինի, սերիալը կլինի, որ մարդիկ կսպասեն ամեն օր այդ ժամին։ Ինչ կտա դա։ Դա կտա արդարության վերականգնում, կրքերի ներդաշնակեցում եւ այս ատելության ֆոնի չեզոքացում։ Ինձ համար խիստ տհաճ է, երբ որ ներանձնային, ներհանրային տհաճության եւ ատելության բարձր մակարդակ կա, անհանդուրժողականության բարձր մակարդակ կա, երբ որ քննադատությունների կիզակետում են անձեր, անուններ, ազգանուններ, այլ ոչ թե գործ, այլ ոչ թե գաղափարներ։ Ինչպես ենք պատկերացնում մենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացումը։ Նախ պետք է հասկանանք, որ զինված ուժերը միայն բանակը չէ։ Բանակը ամբողջ զինված ուժերի բուրգի վերին հատվածն է։ Հայաստանի Հանրապետությանը խիստ անհրաժեշտ է ունենալ կոնվերգենտ, զուգամիտված ձևաչափով բանակ։ Որն է դա։ Երբ որ դու կարողանում ես համադրել պրոֆեսիոնալ եւ զանգվածային բանակները,
Պրոֆեսիոնալ, երբ որ Հայաստանի Հանրապետության բանակում ծառայում են բարձր մասնագիտական հմտություններ եւ կարողություններ ունեցող սպաներ, բավարար քանակությամբ, որոնք կարողանում են կրթել եւ զարգացնել զանգվածային բանակ։ Այսինքն ամեն դեպքում զորակոչային հնարավորությունները պետք է բացազատել, բայց որpիսի դա դառնա զանգվածային եւ ներառի ամբողջ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը, զին կոմիսարիատների ձևաչափը պետք է բարեփոխել։ Այն զին կոմիսարիատները, որոնք գործել են 20-րդ դարում եւ 20-րդ դարի բանակներին համահունչ սկզբունքներով, պետք է դադարեն գոյություն ունենալ։ Մենք առաջարկում ենք, որ յուրաքանչյուր համայնքի ղեկավարի առաջին տեղակալի հաստիքում լինի զինվորական ատաշե, որը մոնիտորինգի կենթարկի եւ կհաշվառի համայնքում ամբողջ մոբիլիզացիոն հնարավորությունները ոչ միայն մարդկային առումով, այլ նաեւ մասնագիտական առումով, դեռ մենք գիտենք, չէ, որ մարդը մասնագիտական աճ է ունենում, այլ նաեւ նյութական մեխանիզացիաների տեխնիկայի մասով եւ պահեստավորման եւ պահեստային հնարավորությունների մասով։ Այս սկզբունքով մենք հնարավորություն կունենանք զորահավաքային ռեսուրսը մի քանի անգամ մեծացնել։ Դա նաև բազմասերային կոնտինգենտ ներգրավել, այսինքն տղամարդկանց եւ կանանց ներգրավել զինվորական ծառայությանը։ Մասշտաբների ավելացմամբ հնարավորություն եք ունենալու ժամկետային զինծառայության ժամկետը նվազեցնել 1 տարվա։ 1 տարին բավարար է լինելու 6 ամսյա ուսումնամարզական շրջան, 6 ամսյա պահակապարեկային եւ զինվորական ծառայություն։ Զին հաշմանդամներին առհասարակ կարելի է ժամանակակից տեխնոլոգիաների մեթոդով բազմաթիվ մոդելներ կան, որ կարելի է ներգրավել հանրային կյանքի բոլոր ուղղություններով։ Անկամ հաշմանդամների համար հարմարեցված մեքենաներ կան, արդեն ստեղծվում են, եթե առանց վարորդի մեքենաներ կան, հաշմանդամի համար հարմարեցված մեքենաներ ինչպես չեն կարող լինել։ Այսինքն զին հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը դատավճիռ չէ ժամանակակից տեխնոլոգիաների մեթոդով։ Անկամ ամենաահասարսուռ վնասվածքներ ունեցող մեր հերոսները ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով իրենց ֆիզիկական մոտորիկայի առումով կարող են անգամ առավելություններ վաստակել, էկզոսկելետներ են ասում դրանց միջոցով կամ հատուկ պրոթեզավորումների միջոցով նրանք առհասարակ կյանքի ռիթմից չընկնեն եւ շարունակեն նախկինում իրենց գործունեությունը ծավալել, ինչպես որ նախկինում էր։ Այնպես որ այն մարդիկ, ովքեր որ 20-րդ դարում պատերազմի արհավիրքից դուրս գալով կամ հետևանքով պետության համար բեռ էին դառնում, 21-րդ դարում նրանք կարող են շարունակել պետության համար լոկոմոտիվի դերակատարությունը, ոչ թե բեռ լինելու։ 21-րդ դարում առհասարակ հաշմանդամություն ունեցող անհատների համար խոչընդոտներ եւ խնդիրներ պետք է չլինեն, թե ենթակառուցվածքի առումով, անվասալակներով հնարավոր լինի նաեւ քաղաք դուրս գալ եւ աստիճանավանդակների անջրպետներից խուսափել։ Բազմաթիվ մեթոդներ կան, որ լուծումները կարելի է տալ։ Ինչ վերաբերվում է երկրի ռազմավարական տնտեսությանը, դա ռազմավարական օբյեկտների արկայությունն է եւ պետության վերահսկելիության տիրույթում գտնվելու հանգամանքն է։ Նույն երկաթուղիները, նույն միջուկային ատոմակայանը, նույն տիպային ատոմակայանների եւ առհասարակ էներգետիկ հնարավորությունների ռազմավարական նշանակության օբյեկտների շարքում է գտնվում նաեւ մալուխները, կապը առհասարակ, արբանյակային տնտեսությունը, երկաթգիծը, մայրուղիները, խողովակաշարերը, դրանք ամբողջությամբ պետական վերահսկողության տիրույթում պետք է լինեն։ Բացի այդ, պետությունը պետք է կարողանա բազմազանեցնի եւ զարգացնի պահուստային ֆոնդերը։ Այդ թվում նաեւ արի ու տես, որ 21-րդ դարում օրհասական է ոսկու պահուստը, որից մեզ զրկել են։ Սրա մեջ մտնում է նաեւ հանքային արդյունաբերությունը։ Սրա մեջ մտնում է նաեւ անտառտնտեսությունները, գյուղական նշանակության հողերը, հողատարածքները առհասարակ, ջրային ռեսուրսը, ամբողջությամբ պետական վերահսկողության տիրույթում պետք է հայտնված լինեն եւ գործեն։ Ռազմավարական տնտեսության վերաբերյալ լայնածավալ ուշադրություն պետք է դարձնի Հայաստանի Հանրապետությունը, մասնավորեցումը եւ առհասարակ կոնսենսիոն կառավարումը օտարերկրյա միջամտությունը պետք է խիստ սահմանափակվի։ Եվ սա ժամանակի հաջողված պետությունների փորձն է։ Ես կարծում եմ, որ ուղղիչ հիմնարկությունները ամենևին էլ ուղղելու մասին չեն։
Մարդիկ, ովքեր հայտնվում են այնտեղ, կտրվում են հանրությունից։ Հետո նրանց սոցիալիզացիան դժվար է լինում։ Նրանք դժվար են վերադառնում հանրություն, որտեղ հանրության մոտ էլ վստահության դեֆիցիտ կա։ Եվ նրանք էլ չեն կարողանում ավելի սոցիալականացվել եւ դառնալ հանրության մաս։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը համարում է, որ որոշ սկզբունքներ պահպանած լայնածավալ ամնիստիաների ծրագիր պետք է իրականացվի։ Մարդիկ բանտերից պետք է դուրս գան։ Իհարկե խոսքը չի վերաբերում առանձնակի ծանր հանցագործություններ իրականացնող դատապարտյալներին կամ թմրամիջոցների շրջանառման պատճառ հանդիսացող անձանց։ Կարելի է փորձաշրջաններ եւ տնային կալանքներ տալ որոշ դատապարտյալների, բայց հնարավորություն տալ, որ մարդիկ վերադառնան հասարակություն։ Հայաստանի Հանրապետությունը պետք է մաս լինի քաղաքակիրթ աշխարհի։ Քաղաքակիրթ աշխարհը որ հատվածում է։ Արևելքում, հյուսիսում, հարավում, իհարկե արևմուտքում։ Առավել եւս որ մենք քաղաքակրթական առումով արևմուտքի ընտանիքի անդամն ենք։ Մենք օրորոցն ենք եվրոպական արժեհամակարգի։ Հետևաբար եվրոպական արժեհամակարգի հետ հաղորդակցվելը չի նշանակում արատավոր բարքերի ներմուծում։ Նշանակում է բարձրարժեք բարքերը կրիստալիզացնել եւ բերել, ինքնամաքրվելով արատավոր բարքերը մերժել։ Սա նաև ժամանակակից մոտեցում է բերելու պետական կառավարման համակարգի եւ մասնավոր հատվածի հետ փոխգործակցության։ Որտեւ պետական կառավարման համակարգի վերահսկողության տակ եղող բազմաթիվ ոլորտներ արտապատվիրակվում են ժամանակակից աշխարհում։ Արտապատվիրակելու համար մասնավոր հատվածում գործող կազմակերպություններ պետք է լինեն մրցունակ կարգավիճակում։ Իսկ եթե դու ասոցիացված եւ աֆիլիացված ես նեղ մտածելակերպ ունեցող ինտեգրացիոն կառույցներով ամրացած ցածր եւ կործանվող տնտեսական հարաբերություններին, դու չես կարողանալու հաղորդակցվել եւ շփվել զարգացած երկրների տնտեսական իրողությունների հետ։ Այն է թե մենք պետք է կարողանանք քաջություն ունենանք դուրս գալ ԱՊՀ-ից, որտեղ դա ԽՍՀՄ 2.0-ն է, որտեղ եթե դու ԱՊՀ-ում ես, դու քո ինքնիշխանությունը կասկածի տակ ես դնում արդեն։ Մենք պետք է քաջություն ունենանք դուրս գանք ՀԱՊԿ-ից, որտեղ դա անվտանգային այն կառույցն է, որը որ չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, բացի այդ կաշկանդում է, որպեսզի մենք նորագույն տեխնոլոգիաներ ունեցող պետությունների հետ ռազմաքաղաքական կապեր հաստատենք։ Մենք պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից, որ այդ ճահճից, գահավիժող տնտեսության շրջանակից դուրս պրծնենք եւ կարողանանք մեր հնարավորությունները ավելի բացազատել։ Սա ժամանակի մարտահրավեր եւ օրակարգ է։ Սա կամահաճույք չէ, սա քաղաքական մոդա չէ, սա գոյութենական հարց է, որ եթե այսօր այս ժամանակահատվածում չլուծենք, վաղը ուշ է լինելու։ Ամփոփելով ինչ կուզեմ ասել, որ սկսած 91 թվականից մինչև այսօր Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների մեթոդով իշխանափոխություն չի եղել։ Եկեք ամբողջ ազգով արձանագրենք մեկ օրինակ։ Եկեք ամբողջ ազգով 2026 թվականի հունիսի 7-ին ընտրությունների մեթոդով գանք իշխանափոխության։ Եվ դա կլինի մեր քաղաքական պատմության ընթացքում, նորօրյա պատմության ընթացքում եզակի ժողովրդավարական ակտ, որի մեթոդով նախկին համակարգը կմերժվի ի օգուտ նոր ձևավորված այլընտրանքային համակարգի, որը նոր ժամանակների մասին է, որը ապականված չէ նախկին հանցագործությունների բեռով, կքած չէ այդ հանցագործությունների տակ, թալանի եւ կոռուպցիայի եւ օլիգարխիայի հետ կապ չունի, ժողովրդավարական եւ ժողովրդական նախաձեռնություն է, որը Աստծո կամոք եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի արտահայտման միջոցով կարող է դառնալ իրականություն։ Եկեք գիտակցենք, որ առանց մեզ Հայաստանը կփլվի, որ յուրաքանչյուրը Զվարթնոցի տաճարի այն խոյակն ենք, որը թուլանալու իրավունք չունի։ Գնանք ընտրությունների եւ մեր կամքը արտահայտենք ընտրական իրավունքը իրացնելով։